Ողջունում եմ բոլորին, գտնվում եմ Դաղստանում, իմ առջևում և հետևում գտնվում է սքանչելի և գեղեցիկ Կասպյան ծովը, ինձ հետ վերցրել եմ 3 գիրք, որից որ մեկն է Աստվածաշունչը, Աստծո խոսքը, Ղուրանը և նոր կտակարանը։ Այստեղ Ղուրանը ներկայացնում է որպես հին ուխտ Աստծո խոսքը և նոր կտակարանը միաբանում են այս ամենը։ Թե ինչ եմ ուզում այս սրանով ասել, հետագայում դուք այս ամենը կհասկանաք բոլոր իմ վիդեոների նայելով, հետևելով և տեսնելով։ Եվ այսպիսով իմ ձեռքս պահում եմ և ցուցադրում եմ իմ անձնական և անհատական գիրքը, ինչպես այս գրքերը, ինչպես նոր ուխտը, ես նույնպես ունեմ իմ անհատական կյանքի գիրքը, որը որ ես սովորեցի լսել, գրել և հիմա ինքս անձամբ կարդալու եմ ձեր համար, թե ինչ է տեղի ունեցել 3 տարվա ընթացքում իմ կյանքում, երբ որ ես սկսեցի լսել Աստծո ձայնը։ Այսպիսով ողջունում եմ բոլորին։ Հրավիրում եմ բոլորին ճանապարհորդության, որը տևեց 3 տարի, թե ինչպես անցա այն տիրույթների միջև, ինչպես Հիսուսը։ Ամբողջովին տեղադրված է իմ YouTube կանալում Vera Eva Lord։ Ես 3 օրով մահացա և հարություն առա։ Աղքատացա, 8 տարվա արյունահոսություն, որտեղ բժիշկները անզոր էին։ Ինձ մերժեց և դավաճանեց ամենասիրելի անձը, դիալոգ սատանայի հետ, ինչպես արարվեց Աստծո խոսքը, արձակված դեռ հուլիսի 5-ին 2022 թվին, աստվածային ժամանակի մեջ։ Եվ ինչ դեր խաղացին այս ամենի մեջ Եսավը և Եզաբելի ոգին,